Սիրելինակիցներ, ցանկացած օրենք, որ բերվում է, ինքը ունենում է որոշակի քաղաքական նպատակ, մանավանդ sense բարձր հնչեղությամբ օրենքները։ Օրինակ հաջորդ օրենքը, որը քննարկելու ենք, ակնհայտ ունի քաղաքական նպատակ։ Հիմա փորձենք հասկանանք, ինչ նպատակ է հետապնդում այս որոշումը, այս օրենքը, եւ ինչու ինքը ծնվեց հանկարծ։ Մարդիկ հպարտանում էին, ասում էին, գազելներ այլևս չկան, ժողովուրդը ուրախ գալիս է, գնում է, վճարում է, երջանիկ է, պատրաստ է 150 դրամ վճարի, երջանիկ ավտոբուսով, ուրախ ավտոբուսով երթևեկելու համար։ Բայց եթե ժողովուրդը ուրախ է, երջանիկ է, գնում է ուրախ ավտոբուսի համար վճարում է, այս օրենքի անհրաժեշտությունը որտեղից առաջացավ։ Հենց տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր, ասեր Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50%-ով թանկացնելուց հետո արդյոք մեր քաղաքացիները դրանից բավարար են։ Եվ դա հետո արդեն տրամաբանական կլներ ասել քաղաքացիները բավարար են, գոհ են ծառայություններից, կան ուղղակի վատ անպատասխանատու քաղաքացիներ, իրանց պետք է պատժենք։ Կամ դրանից ելնելով թանկացումներից հետո ոչ միայն իրանք են գոհ, այլ նաև եկամուտներն են շատացել քաղաքային համանքային բյուջե եւ այդ ավելյալ եկամուտներից քաղաքի կյանքը ավելի բարելավվել է, չկա տենց բան, չի բերվել։ Հետևաբար իրանք էլ են հասկանում, որ իրենց այսպես կոչված ռեֆորմը, ինչպես եւ մնացած բոլոր ռեֆորմները խայտառակ կերպով ձախողվել են եւ հիմա փողապետք մնում է քաղաքացին, որպիսի տուգանքի անսպառ մատերիալ։ Բերում եք, որ ինչ, էլի քաղաքացուն ճզմում եք, բա մի հատ տեսեք, հնարավորությունները ստեղծել եք, թե չէ։ Քանի անգամ ա եղել, որ ավտոբուսում վալիդատորը չի աշխատել։ Հիմա պետք է անკնենք ստուդենտ եղել է, թե չի եղել։ Հետո էլ քննիչին, պատկերացնում եք, առնվազն 2 քննիչ պետք է լինի, երկսեռ քննիչ, որտեղ ոչ մի կին թույլ չի տա, որ իրան տղամարդ հսկիչը ստուգի, կամ այդ կնոջը որտեղ եք տանելու ստուգ է, գրպանում ունի, թե չունի։ Ինչ խայտառակություն է։ Եվ եթե խոսքը գնում հայշտասման մասին, մի հարցել ուղղեմ, վերջը 51-ը կպատասխանի։ Ինչպես եղավ, որ հաշվարկադրամական ծառայություններ ու մատուցելու լիցենզիա ունեցող ընդամենը մի ընկերությանը տրվել է մոնոպոլ իրավունք տոմս վաճառելու համար։ Շնորհակալություն։ Թադևոս Ավետիսյան։ Սիրելի հայրենակիցներ, ինչա իրականում տուգանքի մատերիալը, եթե հիշում եք, այդ մասին խոսել է այս իշխանությունը, երբ որ եկավ իշխանության, ուրեմն իմ խորին համոզմամբ եւ ցանկացած կարծում եմ ողջամիտ ելույթության դեպքում այս նախագիծը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշանակելու մասին է։ Կարալ այդպես լիներ այս փաթեթը եւ գոնե ճիշտ կլներ, որովհետեւ իրականում հետեւյալն է։ Թուղթն ու գրիչ իրանց ձեռքն է, գիտեք, սիրելի երևանցիներ, միասին ենք պայքարել, բերեցին ասին 100 դրամը, իդեպ այստեղ նաեւ նստած մարդիկ 150 դրամ սակագնի բարձրացման դեմ ժամանակին պայքարել են, ես հիշում եմ։ Եվ 100 դրամ դարձրին 150 դրամ, ասին մենք ենք որոշում, լավ ենք անում, 100 դրամը կդառնա 150 դրամ, հետո էլ ասեցին, տեսեք ինչքան լավ է, քաղաքացիները ուրախ զվարթ վճարում են։ Բայց պարզվում այդպես չի, 100 դրամը ոնց որ ավելի շատ գումար էին հավաքում, քան 150 դրամով։ Հիմա էլ ասում են, մենք պետք է տուգանենք, զնության ներկայացնենք, հələ որ վարչական ձերբակալության ներկայացնենք, այս էլ չստացվի, քրեական հետապնդում ի դեպ չի բացառվում, որ մի օր էլ այդպիսի նախագիծ կբերեն։ Հիմա լավ, պարզ հարց է տալի մարդուն, ասում է, չեմ կարող ասեմ, թող վճարեն, չտուգանվեն։ Եղբայր չեն կարող վճարեն։ 75,000 դրամ է ստանում աշխատող աղքատը, աշխատում է։ Հիմա ասում ես 15,000 տուգանեմ, 20%-ն է իր աշխատավարձի։ Հիմա այդ խնդիրը հեչ ձեզ վերաբերելի չի։ Բա հիմի ասինքն, որ տուգանում ես այդ մարդուն, 5 անգամ տուգանես ամսվա մեջ, ինչ տանի տուն։ Բա հարց է, չէ, այսինքն ձեզ դա էլ չի հետաքրքրի։ Հիմա հեսա ավարտում եմ, եւ ամենակարևոր խնդիրը, իրականում
բազմաթիվ նաև հարցեր կային, այսպես կոչված այդ բարեփոխումների իմաստով։ Պարոն Ավետիսյան, Ավարտում եմ։ Բայց ամենակարևոր հարցը ի վերջո ձեր հռչակած Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ դուք պետք է ծառայեք իրան, ոչ թե իրան ծառայեցնեք ձեզ եւ անվերջ դեպի ձեզ։ Արմենուհի Գյուրեղյան։ Նախ պարոն Սիմոնյան, հարցերս լսեք, դուք պետք է պատասխանեք, այդ ժողովը հետո կանեք։ Ուրեմն, որևէ օրենքի նախագիծ բերելուց առաջ սովորաբար արվում է կոնկրետ վերլուծություն եւ կոնկրետ եզրահանգումներ։ Ես ուզում եմ հասկանալ, դուք ինչ վերլուծություն եք արել, օրինակ, մեկ օրում ինչքան ուղևորափոխադրումներ ունենք եւ արդյոք վերլուծվել է այդքան ուղևորից քանիսն են, որ խուսափել են վճարելուց եւ քանի այդ վճարման տուգանքի ենթակա ուղևորների համար քանի վերահսկիչ է պետք եւ ինչ ֆինանսական միջոցներ են տրամադրվելու վերահսկողություն իրականացնելու համար արդյոք համադրելի են այն ծախսերը եւ այդ քանակը եւ մի բան էլ Տելսելը, որը ինքը միակ մասնակիցն ու մրցույթի հաղթողն է եղել այդ միասնական տոմսային համակարգի ներդրման, արդյոք իրականացնում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի հնարավոր լինի on-line ռեժիմով հետևել ուղևորահոսքին, արդյոք նրա ներդրած համակարգում հնարավոր չի ստուգել ովքեր են չվճարողները եւ այլևս վերահսկողության կարիքը չլիներ ուղակի եւ արդյոք հաշվարկվել է թե մեքենաներում, ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները ինչ գումար են եւ տեսախցիկների համար ինչ գումար է ծախսվել, ինչու այդ տեսախցիկները չեն արձանագրում չվճարող ուղևորների քանակը, ինչու չի ուղևորահոսքը այդ արձանագրություններում լինում եւ արդյոք դուք փորձել եք Տելսելի հետ ճշտել, եթե հանկարծ իր բազայից նա ասենք X քանակությամբ բազայից ինչ որ տվյալներ է հեռացնում, ինչ պատասխանատվության առաջ է կանգնելու եւ ինչպես եք դուք նրանից պատասխանատվություն պահանջելու։ Այսինքն դուք ըստ էության համակարգը տվել եք իրականացնելու մի կազմակերպության, որը մրցույթի միակ մասնակիցն է եղել 21 թվականին, 22 թվականին նրա հետ իր պայմանագրային պահանջները չկատարելու համար լուծարվել է պայմանագիրը, 23-ին նորից նույն կազմակերպությունը հաղթել է նորից միայնակ այդ մրցույթում։ Սա խնդիրներ չի առաջացնում, ձեզ մոտ հարցեր չի առաջացնում։ Արնիկ Դանիելյան։ Բենզինը թանկացել է, մենք նոր ցույց տվեցինք, բրդեք ձեր ավտոները, ինչա ուժները բան, թևերի մեջ ուժ չկա, համեն ֆիթնեսը լավ ծառայություն է։ Բենզինը թանկացել է, մենք նոր ցույց տվեցինք։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն հայտնի անձնավորության կողմից տարիներ առաջ այս ամբիոնից այն հայտարարությունը, որ բենզինը թանկացել է, բրդեք, միսը թանկացել է, կանաչի կերեք եւ այսպես շարունակ, հիմա արդեն ոչ թե մտել են քաղաքացու գրպանը, այդ հլա մի կողմ, որ քաղաքացու գրպանն են մտել, այստեղ նաեւ հարցի մյուս կողմը կա, ուրեմն հարցի հաջորդ կողմն էլ է նա, որ ասում են դե բոյկոտը չկայացավ, քաղաքացիները չբոյկոտեցին, հիմա ասում են, որ բոյկոտը կայացել է, քաղաքացիներն էլ դժգոհ են այս ամեն ինչից, ասում են, չէ, պետք է այս մարդկանց բռնենք, զննենք, ուրեմն անհարմարություններ պատճառենք եւ սենց շարունակ։ Ես մի քանի բան եմ ուզում նշեմ, քանի ժամանակս քիչ է, բայց օրինակ կարմիր գծերը 12,000 դրամից դարձան 160,000 դրամ, 13 անգամ թանկացրին։ Դատարանը 2 անգամ որոշում է կայացրել, որ չեղարկի, նորից էլի գնում են ու նորից էլի այդ բողոքարկում են հիգ դատավորի կայացրած որոշումը։ Ինչ է քաղաքում կարմիր գծերի թանկացման
այդ որ ասում են կարմիր գծերը թանկացնենք, հեսա խցանումները վերանալու է։ Խցանումները ոչ վերացան, ոչ էլ այդ թանկացումների արդյունքում որևէ մի փոփոխություն տեղի ունեցավ։ Այսինքն հերթական անգամ մտնում են քաղաքացու գրպանը, հերթական անգամ իրենք իրենց ասածներին հակասում։ Լիլիթ Ստեփանյան։